Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի տարածքում շինությունը մասամբ փլուզվել է։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարական ջոկատներ եւ օպերատիվ խմբեր։ Եռահարկ շինության մի հատվածն է փլուզվել, որտեղ գործել է տնտեսական եւ սննդի պահեստ։ Ոստիկանությունը սահմանազատել է տարածքը, իսկ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, կա 1 տուժած։ Տարածքի բնակիչներն ու աշխատողները ցնցված են։ Շատերն օգտվել են խանութից, որը երկար տարիներ գործել է փլուզված պահեստի տարածքում։ Ստե շուշուտ եմ ելում, մեքենա, տաքսի եմ վարում։ Այս շենքը ես մամաս այս տարիներ առաջ ստե աշխատե, իմ մամա, ես նոր զանգեցի, ասեցի, որ շենքը փլվել է, ասում է, դա շատ պինդ շենք է, խի պետք է փլվի, էլի, ասենք, էսի։ Բասորեն այնա փլվել է, էլի։ Այնա վերևից երևում է, որ պահեստ է, էլի, ասում են վերևը, ծանրությունից հնարավոր է փլվի, էդի։ Դե մի քիչ ներքև ենք մենք մնում, մեքենաները, որ այդում գալիս էին, ձենով էլի արգել։ Դե ասենք էս ինչ է, բան, մոմենտի տակ իմացանք, որ էս է արդեն։ Գիտեմ էլի, ոնց ճիշտ ասած, որ հին շենք է, էսի արդեն լիտո է էլի։ Զանգեցին, մենք ասին, մեր բաբշե օգտվում ենք այդ խանութից։ Դեպքը եղել է, զանգին ասին, որ սենց բան է եղել։ Ու չեմ հասկանում ինչ եղավ, ինչի համար։ Աղջիկս էլ աստե աշխատե դուրս է եկել։ Ուղղակի չգիտեմ էլի։ Ինակ Աստված գիտի ինչ է։ Փլուզման պատճառները դեռևս քննվում են, սակայն տեղում արդեն պարզվել է, որ միջադեպը գազի արտահոսքի հետ կապ չունի, քանի որ տարածքում երկար ժամանակ գազամատակարարում չի եղել։ Բնակիչներից մեկը մեծ հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով փլուզման պատճառը խոնավ եւ տասնամյակներով նորոգում չտեսած պատերն են եղել։ Տեղում փրկարարները հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին։ Ներքին գործերի նախարարությունը փլուզման վերաբերյալ նոր տեղեկություն չի հրապարակել։ Մինչ փրկարարները շարունակում են որոնումները, քննությունը պետք է պարզի փլուզման հստակ պատճառները, որը մեկ անգամ եւս հիշեցրեց մայրաքաղաքում հին եւ լքված շենքերի խնդիրը։ 1962 թվականին հիմնադրված Դաշնամուրի գործարանը ժամանակին եղել է կարևոր արտադրական կենտրոն, որտեղ թողարկվել են կռունկ էլեկտրական կիթառներ եւ Կոմիտաս, Անուշ, Սևան, Երևան մագնիշի դաշնամուրներ։ Արտադրանքն արտահանվել է ամբողջ խորհրդային միությունով մեկ, ինչպես նաեւ Հունաստան, Լեհաստան, Հոլանդիա եւ Գերմանիա։ Աննա Հարությունյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։